Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գարուն Թարքյանն եմ։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի փոխադրումը Հայաստան դարձել է կանոնավոր։ Հիշեցնեմ, որ հերթական խմբաքանակը հասել էր նախորդ շաբաթ։ Հայաստան էր ժամանել 25 երկաթուղային վագոն, բեռնված 1746 տոննա հացահատիկով։ Այս համատեքստում էլ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ մեր բիզնեսը պետք է արձանագրի, արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է, Ադրբեջանից հավաստիացումներ էլ ունենք։ Իսկ ապաշրջափակման համատեքստում գործնականում այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման հարցը չեն քննարկում։ Ֆիալետովոյի հատվածում այնտեղ շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան Հրազդանի երկաթուղի ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին երկաթուղ է եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես ամենակարճ ճանապարհը, այսինքն Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի եւ Ախուրիկ։ Այդ ամենակարճ ճանապարհը։ Իսկ թրիփի վերաբերյալ առաջիկա օրերին Միացյալ Նահանգներին կփոխանցեն նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները, որը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած շրջանակի վրա։ Փաշինյանն այստեղ էլ առիթը բաց չի թողելու խոսել է խաղաղության մասին։ Եկեք տեսնենք, թե ինչա տեղի ունեցել օգոստոսի 8-ից հետո։ Այն ինչ որ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ամեն ինչը ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է։ Էլի եմ ասում, այդ չի նշանակում, որ բոլոր կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում։ Իսկ այս ընթացքում Բաքվի ռազմական դատարանը դեռևս քննարկում է Արցախի նախկին պետնախարարի Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ վճիռը։ Սակայն մինչ այդ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսով զրուցելիս փոխանցել է փետրվարի 10-ին նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Նա ելույթում ասել է, որ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով։ Առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև խաղաղությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Դատին ասել ու 3 անգամ կրկնել եմ այն, ինչն ասելիս ինձ փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել եւ ջնջել ոչ ոքի։ Ես նաեւ ասացի, որ երջանիկ եմ այստեղ այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետեւ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային իրազեկության հարցերի տնօրեն Ջոել Վելտկամպը հոդված է գրել բանտում Բագրատ Սրբազանին տեսակցելու մասին։ Նա գրել է, որ Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ սպասում էր այցելել բանտում գտնվող arczepiskopos-ի։ Արևմուտքի ռազմավարությունը տարածաշրջանի համար Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կապող տնտեսական միջանցքի ստեղծումն է, որը թույլ կտա Եվրոպային կենտրոնական Ասիայից նավթ եւ գազ ստանալ, ինչպես նաեւ ապրանքներ Չինաստանից։ Նման պայմանավորվածությունը վտանգում է Հայաստանը մշտապես խոցելի եւ տնտեսապես կախված դարձնել այն ուժերից, որոնք իրականացրել են հայոց ցեղասպանությունը եւ Արցախում էթնիկ զտումները։ Իրական Հայաստանն արևմտյան կողմնորոշմամբ պետություն է, որը կենտրոնացած է այստեղ ապրող մարդկանց տնտեսական օգուտները ապահովելու համար։ Փաշինյանի համար ցեղասպանության հիշողությունը, Ղարաբաղում եւ Անատոլիայում կորցրած հայրենիքները եւ նույնիսկ համաշխարհային հայկական սփյուռքը շեղում է ուշադրությունն իրական Հայաստանից։ Հայոց եկեղեցին բացահայտորեն մարտահրավեր է նետել վարչապետի օրակարգին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամի հետ։ Քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
Ձերբակալել են Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը Գոր Համբարձումյանին։ Նրան մեղադրում են փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու, անձնական եւ ընտանեկան գաղտնիք խախտելու համար։ Նախքան եղբոր ձերբակալությունը ընթանում էր Դավիթ Համբարձումյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանը տնային կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետին թույլատրել է գնալ ատամնաբուժարան։ Վաղար շաբաթում էլ 3 վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ էին։ Թիրախը հաղթանակ դաշինքի ավականու անդամներն էին, ցուցակում ընդգրկված անձինք համակիրները։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործն իրենց տիրույթում է։ Կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի ավականու ցուցակում ընդգրկված եւ նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են որոշ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։ Վիճակը լարված էր նաեւ քննչական կոմիտեում։ Իսկ ձերբակալություններից ժամեր անց հրապարակվել է ձայնագրությունը, որն էր դարձել այս գործողության հիմքը։ Թեման Սեդամակարյանն է ուսումնասիրել։ Այդ իմ չենինը Երանի տա, էլի սրան։ 7 մարդ ձերբակալվել է, նրանցից 6-ին կալանքի տանելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղարշաբաթում համայնքի ղեկավարի ընտրությունը վաղուց ավարտվել է, դիմադիրների դեմ հարուցված քրեական գործերի վերջը չի երևում։ Այս անգամ քրեական վարույթ է նախաձեռնվել հաղթանակ դաշինքի անդամների եւ աջակիցների դեմ։ Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացրել ոստիկաններն ու քննիչները։ Ձերբակալվածներին մեղադրում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց դաշինքի օգտին քվեարկելու ուղղորդելու համար։ Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը։ Քննչական կոմիտեն որպես իր եղենապացույց ձայնագրություն տարածեց։ Ըստ քննչական մարմնի հեռախոսազանգի միջոցով դաշինքի անդամները սպառնում եւ ուղղորդում են ընտրողներին։ Սակ։ Կարազանգես են մախվենց։ Զանգա դրանց ընկերեն գագոն կավեն վարդավի որ կարեմ էր կողքի շենքի։ Դրանց ընկերն է, չէ։ Սա մի հատ զանգա քյուտետ գագոին, ասա մի հատ զանգա հորդ մորդ ասա ուրիշի չէ տակ ընտրեք մի ամիտ։ Բայց գագոն ստեղ չի ախտար։ Հա ստեղ չի թող զանգի հորնումոր ինչ կապ։ Քննչական կոմիտեի մեղադրանքները բարկացնում են ազգային ժողովի падգամավորին։ Գառնիկ Դանիելյանը համոզված է, զրույցը նախընտրական նորմալ երկխոսություն է երկու մտերիմների միջև։ Եթե այդ ուղղորդման մասին ենք խոսում, ես ընտրությունների օրը ես եւ իմ գործընկերները տեղ ենք եղել։ Իրենց նախարարներից սկսած, փոխնախարարներից սկսած, մարզպետներից սկսած, բոլոր ԿՊ-ականները իրար հերթ չտալով ընտրատեղամասերի մոտ էին։ Ամեն մի ընտրատեղամասի մոտ մի հատ նախարար կամ առնվազն մի հատ փոխնախարար կար։ Եվ մենք կներեք, ես ասեմ ձեզ։ Այդ օրը մենք ֆիքսել ենք, դրա մասին ասել ենք։ Ձայնագրությունները գուցե կեղծ են։ Դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեսանյութին։ Իհարկե կասկածում եմ, որովհետև մենք հենց կոնկրետ սրբազան պայքարի գործով գիտենք, որ փաստաբաններն ասում են, որ ձայնագրությունները կեղծված են։ Հիմա ես կարող եմ կարծել եւ նույնիսկ նաեւ վստահ լինել, որ մարդիկ չեն, ու մեղադրանք առաջադրված ձերբակալել, այս մարդիկ չեն այդ խոսացողների ձայներով այսօր հնարավոր չի ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ, ենթադրենք, թե այդ մարդիկ են։ Այսինքն ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլ։ Այդ ինչ քրեական հանցագործություններ։ Բախի մի հատ իրենց ԿՊ-ականներին չեն լսել։ Իրենց ԿՊ-ականների, չգիտեմ, պետական աշխատողները, ովքեր կանգնած էին, իրենց մարզպետները, իրենց տարածքային կառավարման նախարարը, իրենց մյուս համայնքապետերը, որ տարաբաների դեմը, տեղամասերի դեմը կանգնած մարդկանց ասում էին, ոստիկաններին էին ուղղություն ցույց տալիս։ Քննչական կոմիտեն թույլ չի տվել փաստաբաններին այցելել ձերբակալված անձանց։ Նրանց մեծ մասն Արմավիրի քննչական կոմիտեում էին, իսկ մի մասը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում։ Հատկանշական է, որ ձայնագրված անձինք ձերբակալվածների թվում չեն։ Սեդամակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Բենյամին Նեթանյահուին։ Նրանք քննարկել են Իրանի հետ հնարավոր գործարքը, Գազայի խաղաղության գործընթացը եւ իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Ավելի վաղ Նեթանյահուի հետ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցություններից հետո Իսրայելի վարչապետը պաշտոնապես միացել է Թրամփի խաղաղության խորհրդին։
Թուրքիան եւ Հունաստանը տարբեր ոլորտներում գործակցության 7 համաձայնագիր են ստորագրել։ Արարողությանն անձամբ մասնակցել են երկրների առաջնորդները։ Իսկ Թուրքիայի խորհրդարանում արդարադատության նոր նախարարի երթմնակալության ժամանակ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կենտրոնական բանկը փետրվարի 12-ին շրջանառության մեջ կդնի 2 նոր հուշադրամ։ Դրանք են Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ արծաթե ու դեռընթարաջ արծաթե եւ ոսկե հուշադրամները։ Եվ վերջում եղանակի մասին սպասվում է ձնախառն անձրև։ Առավոտյան ժամերին Շիրակի եւ Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում եւ Երևանում սպասվում է մառախուղ։ Առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։